Այսօր մի բան հիշեցի, ինձ ու ինձ ծիծաղեցի, հետո ասի ձեզ էլ պատմեմ, տարիներ համել կգրեք ծիծաղելուա թե չէ։ Տարիներ առաջ գնացինք հյուր նոր տարուն, նոր տարվա օրերնա քաղաքից ահագին հեռու, ու հետ գալուց որտեղ տաքսի ես կանչում, մի կես ժամ մինիմում պտի սպասես։ Տաքսին եկավ, նստեցինք ձուն ձմեռ, մեկ էլ այդ շոֆերը թե 5 հոգի եք չեմ տանում, բայց այս 5 հոգուց 3-ը, մեկը մամասա, շատ նիհար կինա, այն երկուսն էլ մեկը իմ աղջիկն է, մեկ աղբորս աղջիկն է, երեխեք են, նիհար, ճլես երեխեք են։ Հիմի ասում ենք, լավ մի մարդ էլ կնստի, տեղը շատ է, ասма կապ չունի, ինձ կտուգանեն, շտրաֆ կանեն, ես չեմ քշում, մի ասում ենք, բա որ մի նորից տաքսի կանչենք, նորից արդեն դուրս ենք եկել այդ մարդկանց տնից, նորից կես ժամ պտի սպասենք, սա թե նետ и всё, պերված ռուսա։ Մեկ էլ աղբորս աղջիկը, որը որ մաման ռուսա ու ինքն էլ իրանք էլ բաժանված են, ու ինքը հայերեն չի խոսում, ասենք հասկանալը հասկանում է, հա դե մեր հետ շփվում է, բայց հայերեն իրանից մի դիժուրնի բառեր ենք զորով բերանից հանել, բարև, ոնց ես, տենց մի քանի բաներ, մեկ էլ էս երեխեն բարձր թե դանդալոշ, ուրեմն այդ դանդալոշ բառը որտեղից գիտեր, նու իրա բերանից որ դուս եկավ, մենք են մնացածս այն կարգի բարձր ծիծաղեցինք, չենք հանգստանում, որ այս շոֆերը վախից թե զալ են գնալուց, թե ինչից այդ խոտ տվեց ու քշեց։ Դե հիմի ժողովուրդ ջան, եթե հետաքրքիր է, նու էլի կհիշեմ սենց բաներ կպատմեմ, բայց խումբը մի քիչ ավելի լուրջ խումբ է, ուղղակի մի քիչ որ հավաքվեն մարդիկ, նոր արդեն ավելի երկար լուրջ թեմաներից ուզում եմ խոսեմ։ Խնդրեմ, միացեք, ոնց են ասեմ, չգիտեմ էլ զանգակը, պատպիսկեն, լայքը, ոբշեմ, ինչ կա արեք, միացեք իմ խմբին։